Արայնի եթերում մեր և երկրի օրակարգն է, բարև ձեզ։ Բարի երեկո, նախ մի քանի տողով այն մասին, թե ինչ թեմաներ են տեղ գտել այսօրվա օրակարգում։ Արցախի ժողովրդի անվտանգության համար ոչ մի վայրկյան կանգ չառնել, կիրառելու զինանոցի բոլոր հնարավորությունները։ Դեսպանահավաքում հանրապետության նախագահը խոսել է դիվանագիտական լեզուն ու միտքը ազգային շահերին ծառայեցնելու մասին։ Առաջնագծում դարձյալ կրակում են հակառակորդը գործի է դրել հրթիռահրետանային կայանքներ, պաշտպանության բանակը հորինվածք է անվանում Բաքվի տեղեկությունը, թե շտաբ է ոչնչացվել։ Բաքուն դարձյալ Ինտերպոլ է զանգել, Արցախում պեղումներ արած 3 հնագետի անուն տվել Ինտերպոլի պատասխանը մեր ռեպորտաժում։ Ծնունդները խրախուսող դրամագլուխը ընտանիքի բյուջե կմտնի մաս-մաս ժամկետից շուտ։ Կոռուպցիոն հանցագործությունների գործերն էլ մեկ քլիկով մատչելի կլինեն բոլորին, կառավարության օրակարգից։ Ֆիլիպ Մորիսը Հայաստանում կմշակի նվազ վտանգավոր ծխախոտի այլընտրանք։ Մեր երկրի կառավարությունը պատրաստ է քննարկել ամերիկյան հսկայի այլ առաջարկներ ևս։ Դատախազությունը հատուկ խումբ է ձևավորել նախընտրական բողոքների համար, 64 գործ արդեն քննել են, հիմնավոր անհիմնը որոշել։ 10 չափել, նոր մատնություն անել սուտ մատնությունների գործերը 1 տարում կրկնապատկվել են։ Ֆրանսիական ընտրարշավ Ֆիոնի գործը թափ է հավաքում, Լը Պենը զրկվում է պատգամավորական անձեռմխելիությունից, Մակրոնը ձվի հարված ստանում։ Եվ վերջում եղանակային կանխատեսումներ, գրեթե գարուն է։ Եվ այսպես միջազգային ամենախոշոր կազմակերպությանն անդամակցելու օրը մեր երկրում նշում ենք նաև որպես դիվանագետի օր, հանրապետության նախագահն այդ առիթով ուղերձ է եղել հայ դիվանագետներին, ընդգծել, որ մշտապես պետք է զգոն ու պատրաստ լինեն հակազդելու մեր պետականության եւ ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։ Զգոն նույնքան, որքան հայ զինվորը սահմանին։ Արցախյան հարց, ցեղասպանության ճանաչում, օտարերկրյա ներդրումների աշխուժացում, ֆրանկոֆոնիայի Երևանյան գագաթնաժողով։ Նախագահը մատնանշել է կարևորագույն մարտահրավերներն ու անելիքները արտգործնախարարությունում այսօր կայացած դեսպանահավաքին։ 60-ից ավելի արտաքին կառույցներով, նաև միջազգային առաքելությամբ Հայաստանը աշխարհին հանդես է գալիս որպես կառուցողական եւ սկզբունքային գործընկեր։ Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ միգուցե բազմապատիկ անգամ ավել պատասխանատու ծառայություն է եւ արտոնություններն էլ սահմանում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Դիվանագետների առաքելությունը նախագահի համոզմամբ Հայաստանը աշխարհին արժանավայել ներկայացնելն է, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր եւ ժողովրդավար երկիր։ Դիվանագիտությունը հաճախ փակ դռների ետևում է, սակայն ամենագաղտնի բանակցությունները ունենում են տեսանելի դրսևորումներ։ Պետության ղեկավարը համարում է, որ դիվանագետի աշխատանքը պետք է ըմբռնելի լինի հանրության համար։ Առանց երկնչելու հնարավոր քննադատություններից ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի եւ ձեր վստահ խոսքը վստահություն կներշնչի նաեւ հանրությանը։ Արտաքին օրակարգի գերակայությունը Արցախի խնդիրն է։ Նախագահը անդրադարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում եւ միջազգային հարթակներում Հայաստանի դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն։ Երևանն ու Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում։ Բաքվում հակառակը չեն դադարում խոսել պատերազմի մասին, մեծացնում լարվածությունը շփման գծում, հերոսացնում զինվորներին, որոնց այսպես ասած սխրանքները պատերազմի հանցագործություն են։ Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառել մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է եւ հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում եւ ինչ խնդիր է լուծում։ Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական հագեցած եւ դրական օրակարգ։ Հայաստանը իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարտկային նշանակության հարցերի բարձրաձայնման եւ իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ
մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում։ Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր։ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018-ին ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը անցկացնելու որոշումը, նախագահը դա որակեց որպես նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, նաև մեր երկրի հանդեպ 8 տասնյակից ավելի պետությունների վստահության եւ համերաշխության դրսեւորում։ Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ եւ ձեր ջանքերով կանենք հնարավորը այդ միջոցառումը ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու եւ դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացական միջոցառումներից մեկը։ Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռնի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք։ Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը տնտեսական դիվանագիտությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, նախագահը դիվանագետների խնդիրը համարեց առավել ակտիվացնել ջանքերը արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության, գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի մասին տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների եւ ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ։ Նախագահը կարևորեց նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների ներկայացումը, այս ուղղությամբ ակնկալելով ակտիվ աշխատանք։ Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել է կարտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ դրական ազդեցություն ունենա այս ոլորտի զարգացման վրա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ եւ չափվող աշխատանք։ Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիկ սահմանեցինք եւ փոխնախարարի պարտականությունները այս ուղղությամբ հստակեցրեցինք եւ մենք ակնկալում ենք, որ նախ որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար տնտեսական ակտիվության եւ ապա գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ինչ է կատարվել եւ ինչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ։ Նախագահը շեշտադրում է, Հայաստանի քաղաքացին պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը եւ արտերկրում մեր քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը իր բոլոր ծառայություններով եւ հնարավորություններով։ Սերժ Սարգսյանը կարևորեց համախմբված աշխատանքը նպաստելու խնդիրների լուծմանը։ Հայաստանը մեր հայրենիքն է։ Մենք այլ հայրենիք չունենք եւ այս հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները։ Հարատևելու այլ բանաձև ըստ նախագահ Սարգսյանի գոյություն չունի։ Հանդիպման ավարտին երկրի ղեկավարը շեշտեց, ով այն չի ընկալում, մնում է պատմության կեռմաններում։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Անցնենք գործադիրի օրակարգին իրավախախտ վարորդների բանկային հաշվի վրա կալանք դնելու քաղաքականությունը կառավարությունը փոխում է։ Բազմազավակ ընտանիքներին էլ նորից կթույլատրվի երեխայի ծննդյան միանվագ, նպաստը կանխիկացնել, բայց մաս-մաս։ Երբ միացավ գրեթե բոլոր նիստերը սովորաբար լուր լսող քննչական կոմիտեի ղեկավարի միկրոֆոնը, պարզ դարձավ քննարկումը թեժ է լինելու։ Ես խնդրում եմ, որ օրակարգից հանվի հարցը։ Նախագիծը քննիչներին է վերաբերում, մինչդեռ դրա հեղինակ Արդարադատության նախարարությունն այն իրենց չի ուղարկել, կարծիք չի հարցրել։ Օրակարգը փոխել չենք կարող, առարկեց Դավիթ Հարությունյանը, փաթեթը պետք է ազգային ժողով գնա։ Մենք չենք ստացել դա։ Շատ լավ, բոլոր մարմինները ստացել են,
դա ուղարկվում է մեյլով, տարիներ շարունակ նույն սկզբունքն է, եւ եթե որևէ մեկը շահագրգիռ ունի առարկություն, գալիս է կոմիտեի նիստում ներկայացնում է։ Վեճի թեման պարզվեց դատախազության կայքում հանցագործությունների բացահայտման մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջն է։ Քննություն իրականացնող բոլոր մարմինները կոմիտեից ոստիկանություն պետք է տվյալներ տան, քանի գործ են քննել, քանիսն ինչ հիմքով կարճել։ Տեղեկությունը հիմա էլ է բաց հրապարակվում ինտերնետում հարցերի հարցը կոռուպցիոն գործերն առանձնացնելու կետն է։ Հանրությանը հատկապես հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը, գործի վարույթների հետագա ընթացքը կամ կարճման որոշումները եւ այլն, եւ դրա համար մենք առաջարկում ենք, որպեսզի առանձին հաղորդում ներկայացվի։ Հարցեր, առարկություն վարչապետի առաջարկին միակ արձագանքողը դարձյալ Աղվան Հովսեփյանն էր, այժմ էլ պնդեց, սա այն խնդիրը չէ, որ օրենքով կարգավորենք։ Հարցը բովանդակային առումով հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Պնդում է, որ կա եւ կառավարության որոշմամբ սահմանված են նոր սահմանադրական կարգավորումների լույսի ներքո։ Օրենքով պիտի այդպիսի հարցերը կարգավորվեն։ 3 օր ժամանակ մասնագիտական քննարկումների համար բանավիճող կողմերին ասաց կառավարության ղեկավարը։ Արփինե Հովհաննիսյանն անցավ հնչեղ մեկ այլ դատական օրենսգրքի փաթեթի ներկայացմանը։ Դրա շնորհիվ պնդեց վճիռ կայացնող դատավորն անկախ կդառնա այն աստիճան, որ նրա վրա վճռաբեկի նախագահն այլևս չի կարողանա ազդել։ Նիստերն էլ ամիս տարիներով չեն ձգձգվի։ Այս նախագծի շուրջ էլ որոշ առաջարկ առարկություններ կան։ Ես կառաջարկեի միգուցե մինչև Վենետիկի հանձնաժողով ուղարկել, այնուամենայնիվ մի 2 շաբաթվա ընթացքում փորձենք մեկ անգամ եւս իմի բերել բոլոր այդ կարծիքները եւ առաջարկությունները, որից հետո նոր ամփոփ տեսքով ուղարկենք Վենետիկի հանձնաժողով։ Մինչև դա արդարադատության նախարարը նոր հանձնարարություն ստացավ ԴԱՀԿ-ի աշխատանքն այնպես փոխել մարդկանց 5000 դրամանոց տուգանքի պատճառով արգելանք չդնեն բանկային ամբողջ հաշվին։ Արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու եւ այդ ոլորտում արկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն։ Էկոլոգներին էլ վարչապետը հորդորեց բնապահպանական վճարները ճկուն գանձելու նպատակային ծախսելու տարբերակ մշակել։ Օրվա սոցիալական նախագծով որոշվեց 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողներին նորից թույլատրել ընտանեկան դրամագլխից ամիսը 25000 դրամ փող կանխիկացնել ծախսել։ Մենարություն կընձեռվի շուրջ 20000 ընտանիքի 17 թվականի ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը ամսական 25000 դրամի չափով։ Սա ի դեպ կառավարության այս կազմով նախընտրական վերջին հավաքն էր։ Կիրակից սկսվում է քարոզարշավը 5 նախարար падգամավորի թեկնածու է։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Որոտանի հեկերի համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը վարչապետ Կարապետյանը քննարկել է Contour Global ընկերության փոխնախագահ եւ գործառնական տնօրեն Կարլ Շնատթի հետ։ Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ եւ մենք եւ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք, ասել է վարչապետը։ Ֆիլիպ Մորիսը ստվարացնում է հայաստանյան ծրագրերի փաթեթը համաշխարհային խոշոր ընկերությունը մտադիր է բրենդային նոր արտադրանք ստեղծել, դրանում ներգրավել գիտնականներին, այդպիսով կրթություն աշխատաշուկա շղթան դարձնելով օրինակելի։ Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչներն այսօր ընդունել են նախագահն ու վարչապետը։ 2.5 ամսվա աշխատանքի արդյունքը Ֆիլիպ Մորիսը Հայաստանում խոշոր ծրագրեր է սկսում։ Կառավարության հետ այս համաձայնագրի ստորագրմանը նախորդել է նախարար Կարայանի այցը արտադրական հսկայի գլխավոր գրասենյակ Շվեյցարիա։ Իսկ նախորդ օրը քննարկումները շարունակվել են տնտեսական զարգացման նախարարությունում։ Ծխախոտային ընկերության հետ բանակցություններն ավարտվել են Հայաստանում հետազոտությունների եւ մշակումների կենտրոն հիմնելու շուրջ համաձայնությամբ։ Հեռանկարը շատ ավելի մեծ է, դա գիտահետազոտական աշխատանքներ իրականացում է տարբեր ասպարեզներում, դա նաև աշխատանք է բուհերի հետ, ուսանողների հետ աշխատանք, գիտական պոտենցիալի աշխատանք, որը որ նաև մաս է կազմում մեր տեխնոլոգիական առաջընթացի եւ գիտելիքային տնտեսության զարգացման համար։ Ընդունելով տնտեսական նոր գործընկերոջը վարչապետ Կարապետյանը հավաստել է, որ մեր երկրի կառավարությունը պատրաստ է քննարկել ամերիկյան ընկերության նախաձեռնությունները։ Գործարար պատվիրակության ղեկավար Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել ընկերության գիտահետազոտական ծրագրերին աջակցելու համար։ Հայաստանում բացվելիք իր R&D կենտրոնում օգտագործելով մեր երկրի տեխնոլոգիական ներուժն ու ինժեներական ձեռքբերումները ամերիկյան հսկան մտադիր է մշակել ծխախոտի պակաս վնասակար այլընտրանքներ։ Փոխարինում է սովորական ծխախոտը եւ նվազագույն ռիսկ պարունակող արտադրանք է համարվում եւ նաեւ դա նաեւ ունի որոշակի առումով առողջապահական նշանակություն։
Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչներին հանրապետության նախագահն ասել է, որ R&D կենտրոնի հիմնադրմանը կաջակցեն նաև Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնները, այդ թվում Գյումրիինը։ Սերժ Սարգսյանի խոսքով Հայաստանն արդեն տեխնոլոգիական անդրազգային կորպորացիաների հետ համագործակցության մեծ փորձ ունի։ Microsoft-ը, National Instruments-ը եւ IT News հսկաները Հայաստանում գործում են հաջողությամբ։ Արմինե Ուդումյան, Վոլոդիա Հովսեփյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Ապրահամ մինչ ծխախոտագործները կփորձեն ստեղծել առողջության նվազ վնաս պատճառող սիգարետ, բժիշկները կջանան ավելի վաղ կանխարգելել ծանր հիվանդությունները։ Մեկ ամսից արդեն Երևանում կբացվի քաղցկեղի վաղ հայտնաբերման գերժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կենտրոնը։ Իր հնարավորություններով այն կլինի առաջատարը տարածաշրջանում։ Արտադրությունն ու ախտորոշումը մեկ տեղում, ոլորտի պատասխանատուները խոստանում են այս կենտրոնում մեր բնակչության համար մատչելի գներով միջուկային բուժծառայություններ մատուցել, ավելի կոնկրետ չարորակ գոյացությունների ու սրտի հիվանդությունների հետազոտություն ու վաղաժամ հայտնաբերում։ Կարող եք հայտնաբերել այս սարքավորումը։ Այստեղ կկատարվեն PET scan և SPECT KT հետազոտություններ, դրանց համար կա 2 սարք։ Նույնից ունեն Իրանն ու Վրաստանը, բայց ի տարբերություն մեզ Վրաստանում չկա հետազոտման համար անհրաժեշտ իզոտոպների արտադրություն։ Մեր առավելությունը դրանում է, վրացիները լուծում այդ նյութերը դրսից, որը ժամանակի ընթացքում կիսատրվում է ու բավական և ֆինանսապես և որակապես խնդիրներ է առաջացնում։ Տեղում արտադրական ուսումն եք։ Վրաստանը ստիպված է մեկ դոզը օգտագործելու համար մի 30 դոզա առնել։ Կենտրոնի մի քանի անգամ հետաձգված բացումը խոստանում են ապրիլի 10-ից չուշացնել։ Նախատեսվում է մոտ 26 միլիարդի ինվեստիցիաներ միայն նախարարության գծով, որոնցում ներառված է և ուռուցքաբանության կենտրոնը, և Վանաձորի հիվանդանոցի սարքավորումների ձեռքբերումը և հիվանդանոցի բացումը։ Ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ ունեցած պայմանագիրը լաբորատորիաների ցանցի արդիականացման ուղղությամբ կթարմացվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները։ Տարվա ընթացքում Հայաստան կհասնի նաև Չինաստանի կառավարության նվերը 200 շտապօգնության մեքենա։ Ռուզաննա Վարդերեսյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Հայկական մտավոր ռուսական նյութական կապիտալով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գործակցության հնարավորություններն են ռուս տեխնոլոգները քննարկել մեր մասնագետների հետ։ Ռուսաստանի արդյունաբերական նախարարության ներկայացուցիչները ժամանել են ոլորտային մի քանի ընկերությունների հետ, որոնք հնարավոր են ներդրումներ կատարեն մեր երկրում հատուկ տնտեսական գոտում։ У нас есть опыт работы. Մենք այսօր աշխատում ենք հայկական մի ընկերության հետ, որը տիեզերական ոլորտի սարքավորումների արտադրության փորձ ունի։ Կարծում եմ, որ կհանդիպենք նաև այլ ընկերությունների, որոնք կարող են աշխատել այս ոլորտում։ Այժմ Արցախի սահմանին իրավիճակի մասին հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարը շփման գծի արևելյան, ակնայի և հյուսիսարևելյան Մարտակերտի հատվածներում տեղակայված մեր մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է ականանետերից և նռնականետերից արձակելով 68 արկ, գիշերն էլ հրթիռահրետանային կայանք էր կիրառել։ Մեր առաջապահ ուժերը ճնշել են թշնամու նախահարձակ ակտիվությունը, երեկոյի դրությամբ առաջնագծում հարաբերական անդոր էր։ Ադրբեջանի պաշտպանական նախարարությունն այսօր տարածած տեղեկությունները, թե իբր մարտուն ուղղությամբ հայկական շտաբ են ոչնչացրել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը, հորինվածք են։ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ վնաս։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսօրվանից գործում է լիարժեք։ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։ Անդամներից 8-ը նշանակված են 9-րդին ընտրություններից հետո կառաջադրի խորհրդարանական ամենախոշոր ընդդիմադիր միավորը։ Այսօր կայացել է 3W1000+ կայքի գործարկումը, թափանցիկության գործիքների ցուցադրումը։ Բանկային քարտ և ինտերնետ։ Ընդամենը սրանք են անհրաժեշտ, եթե դուք ցանկանում եք պարտադիր 1000 դրամից բացի լրացուցիչ օգնել զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին։ Կայքը առավելագույն պարզ է՝ նվիրաբերել, ընտրել գումարի չափը, լրացնել անձնական ու բանկային քարտի տվյալները։ Վերջ։ Ամիջապես էլ գործարկը հաստատող SMS-ը հեռախոսին, նաև կենտրոնական բանկից նամակ էլեկտրոնային փոստին։ Կայքը գործարկվեց այսօր հիմնադրամի առաջին նիստին, որում նաև հաստատվեցին աշխատանքային ընթացակարգերը։ Կողմնակի որևէ ծախս, այդ թվում պահպանման չի նախատեսվում։
կաշխատենք այս ծախսը չանել, բայց եթե անհրաժեշտ լինի, նաև 1 միլիոն դրամի չափով գործառնական առաջարկում եմ ծախս նախատեսել բանկային միջնորդավճարների համար։ Խոսքը ընտանիքների բանկային գործարքների հատուցման մասին է։ Բոլորն աշխատելու են անվճար։ Աուդիտն անելու է նույն կենտրոնական բանկին սպասարկող աուդիտորը։ Շուտով կայքում կբացվի բաժին գումարը նպատակային ծախսելու խորհրդատվությամբ։ Հիմնադրամի նախագահի առաջարկով կավելացվի ևս մեկ հաշվիչ մարդկանց հասու դարձնելու գումարի կառավարումից ստացված եկամուտին։ Հաստատվեց, հաշվետվությունները կներկայացնեն եռամսյակը 1, իսկ ցանկացած բայի յուրաքանչյուրը կարող է կայքում գտնել բոլոր նվիրատուներին, անհատ թե կազմակերպություն։ Արթուր Գրիգորյան, Հակոբ Թումանյան եւ Արտակ Գևորգյան, օրակարգ։ Այսօր նախարարությունում նկարահանման պահին զինծառայողների ապահովագրության հիմնադրամում կուտակվել էր 390 միլիոն դրամ, այս պահին մոտ 417 միլիոն է։ Զին հաշմանդամներին օգնելու բժշկական համալսարան նախաձեռնությանը միացել նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին, միացեք եւ դուք, ամբողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի նորոգմանը։ Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագը։ Պաշտպանական գերատեսչությունում մատակարարների հետ հանդիպմանն ընդգծվել է զինված ուժերում չկա որևէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով։ Քննարկվել են խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են հայտարարվող մրցույթներին մասնակցելու պահանջներին ու պայմաններին։ Հիշեցվել է, որ գերատեսչությունում գործում է թեժգից ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար։ Բոլորը կարող են մասնակցել լիարժեք վստահ լինելով, որ եթե կա որակ կամ մրցունակ գին, իրանք լիիրավ կարող են ունենալ պայմանագիրը, այսինքն հաղթեն մրցութային գործընթացում։ Մենք ամեն օր հաշվետվություն ենք տալիս պաշտպանության նախարարին, ինչ բողոք ենք ստացել, ինչ խնդիրներ ա եղել, ոնց ենք դա լուծել։ Մեր ապագա սպաները պատանի հայրենասերների Պերմյան հավաքից հերթական անգամ վերադարձել են մրցանակով։ Մոնթեականները հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, եղել ամենատոկունը Տայգայի սառնամանիքի պայմաններում եւ ամենաարագը զենքի հետ վարվելիս։ Պատիվ եւ արժանապատվություն, այս անվանակարգին մենք արժանացանք այնտեղ։ Սա տղաները Ռուսաստանի Դաշնությունում քվեարկության արդյունքում են ստացել եւ սա մասնակցության կրծքանշանն է։ Մոնթե Մելքոնյան վարժարանի կուրսանտը թվարկում է ձեռքբերումները, բայց անհարմար զգալով։ Սովորական բան է իրենց պարկներ լավ ներկայանալ Պերմի հավաքին։ Հավաքները սկսվում են 12.5 կիլոմետր երթարշավով, ձմեռային պայմաններում, մինչև 30 աստիճան ցրտի պայմաններում երեխաները ոտքով հաղթահարում են այդ դժվարությունը, հասնում են մինչև իրենց կենտրոն, որը գտնվում է անտառում, վրանային պայմանների մեջ։ Պատանի հայրենասերների հավաքի մասնակիցները նրանց դեռ երկար կհիշեն։ Կալաշնիկով հրացանից հանդել հավաքելը Արմենի համար 12 վայրկյանի գործ է, իսկ պարգևն էլ ընդամենը 4 վայրկյանում է քանդում հավաքում Մակարով ատրճանակը։ Այս կանից հետո տղաները առնվազն գեներալ դառնալու ցանկություն ունեն։ Ես պատրաստվում եմ դառնալ գեներալ եւ իմ հայրենիքի համար այնպիսի գործեր անել, որ միշտ հպարտ լինեմ դրանով։ Հայրենասերների հավաքին մասնակցել է ավելի քան 400 պատանի 38 երկրից, բայց բարձրաստիճան սպաների ուշադրությունը գրավել են հենց իրենք։ Տղաներն ասում են, այս հաջողությունը հաճելի է, բայց սրանով կանգ չեն առնի։ Հասմիկ Առաքելյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Ազգային ժողովի վերջին քարորիայի վերջին նիստը այդպես էլ չի կայացել քվորում չլինելու պատճառով նիստի մեկնարկին գրանցվել ընդամենը 34 պատգամավոր։ Խորհրդարան նախագահ կանոնակարգի համաձայն նիստը 3 ժամով հետաձգել է քվորումի համար անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի ներկայություն, բայց 3 ժամ հետո էլ քվորում չի եղել, դահլիճ է եկել ընդամենը 39 պատգամավոր։ Երկիրը 2 օրից մտնում է նախընտրական ակտիվ փուլ, որպեսզի ընտրատեղամասերում ամեն մեկն իմանա իր անելիքը, ընտրական նոր օրենքի պահանջներն ու խաղի կանոնները մատչելի բացատրել են 38 ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներին։ Ինչպես պաշտպանել ընտրական իրավունքները քվեարկության օրը, դրանից առաջ եւ հետո հեշտ խնդիրներից չէ։ Բանն այն է, որ ընտրական նոր օրենսգիրքը բավականին շատ առանձնահատկություններ ունի, բայց խաղի նոր կանոնները դեռ այնքան էլ պարզ չեն 30,000-ից ավելի մասնակիցների համար։ Մարդիկ վստահ են, որ նույնիսկ տեղյակ չեն իրավասուբյեկտները 30,000-ից ավելի ընդգրկվելու են այս
գործընթացում պետք է կարողանան գիտենալ իրենց իրավունքները եւ դրանց պաշտպանման եղանակները։ Որ փուլում ինչ քայլեր անել, ինչպես ներկայացնել բողոքայցերը խախտված իրավունքները պաշտպանելու համար։ Մինչև դատական ատյաններ դիմելը ընտրական իրավունքը պետք է պաշտպանել ընտրատեղամասային հանձնաժողովներում։ Հենց այդ օղակի անդամների համար էլ Սահմանադրական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր խիստ գործնական սեմինար օրենքի նոր առանձնահատկությունները պարզաբանելու համար։ Մեծ առանձնահատկություններից մեկը նա է, որ իրավունքները պաշտպանվում են սահմանափակ ժամանակահատվածում։ Եթե որևէ փուլում բաց թողնվեց հստակ իրավունքի պաշտպանությունը, հետո կարող է դա վերականգնելի չլինել։ Խախտում է թե ոչ, երբ մարդը փոխում է իր հաշվառման վայրը եւ գրանցվում այլ վայրում։ ԿԸՀ նախագահի մեկնաբանությունն այս հարցում խնդրեցին Սահմանադրական դատարանի նախագահը եւ դատարանի անդամ Կիմ Բալայանը։ Մուկուչյանի խոսքով ընտրական օրենսգիրքը նախատեսում է նման հնարավորություն։ Ավելին, ամրագրում է, որ տեղամասային հանձնաժողովի անդամները, որոնք նշանակվում են ոչ այն վայրերում, որտեղ ապրում են, կարող են դիմել եւ նշել այն տեղամասի համարը, որտեղ լինելու են քվեարկության օրը։ Իդեպ դրանից օգտվում են նաեւ բոլոր կուսակցությունները, որովհետեւ շատ կուսակցություններ հանձնաժողովի անդամներ են նշանակում տարբեր համայնքներում ոչ այդ համայնքի բնակիչներից եւ հիմա իրենք եւս օգտվելու են այդ իրավունքից, այդ վստահված անձանց, ուրեմն ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներ ներառելու համար։ Հարուցվել է արդյոք վարույթ այդ տեղաշարժի փաստերով, հարցրեց իրավաբան Արտակ Զեյնալյանը։ Փաստերն ուսումնասիրվել են եւ վարույթ հարուցելու անհրաժեշտություն չի եղել, նշեց Մուկուչյանը։ Նրա խոսքով, եթե մարդը ինքնական փոխել է իր հասցեն եւ իրեն դա պարտադրելու մասին բողոք չկա, վարույթ հարուցելու խնդիր էլ չկա։ Տաթևիկ Նալբանդյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Ընտրարշավը դեռ չմեկնարկած, դատախազությունը հրապարակում է արդեն իսկ արձանագրած խախտումները, յուրաքանչյուր ազանգ ստուգվում է, ապօրինություն հայտնաբերելու դեպքում քննչական մարմնի աշխատանքը խստորեն հսկվում։ Քարոզի արշավը դեռ իր իրավունքների մեջ չի մտել, բայց իրավապահներն արդեն ահազանգ ունեն, կաշառք են բաժանում։ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային հատուկ խումբը գործի է անցել։ Սեղանին խախտումների վերաբերյալ նաև մամուլի 64 հրապարակում կա, որոնցից 16-ում են դատախազներն առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ տեղեկություններ գտել։ 16 հաղորդումներից 11-ը ընտրակաշառքի մասին են, 5-ը քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու։ Ոստիկանության բաժիններում հատ-հատ ուսումնասիրել են դատախազությունից ստացած բոլոր 16 հրապարակումներն ու գնացել դրանց հետքերով։ Հարցումներ տվյալ հրապարակումը հրապարակած լրատվական կայքին, լրացուցիչ տեղեկություններ հայտնելու վերաբերյալ, եթե այդ հրապարակումների մեջ եղել են կոնկրետ անձանց տվյալներ, այդ անձինք հրավիրվել են ոստիկանության բաժիններ բացատրություններ տալու։ Քարոզարշավի մեկնարկի օրվանից մարտի 5-ից գլխավոր դատախազությունում թեժ գիծ կգործի։ Խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ հիմնավոր ու հասցեական պետք է լինի։ Անձի գաղտնիությունը ապահովել դատախազները երաշխավորում են։ Նրանց տեսադաշտ եկած մամուլի 16 հրապարակումներից 9-ում փաստերը հերքվել կամ չեն հաստատվել։ Իսկ մնացած 7-ով, որոնցով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են, եթե այդ գործողությունների արդյունքում ի հայտ կգան առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ կոնկրետ հատկանիշներ, ապա կձեռնարկվեն համապատասխան դատավարական ընթացակարգեր։ Ընտրախախտումների դեպքում ինչպես է արձագանքելու եւ ինչ է ձեռնարկելու դատախազության հատուկ խումբը։ Հարցը գլխավոր դատախազի ու ԵՀԿ դիտորդական պատվիրակության սեղանին է։ Դիտորդական առաքելությունը ներկայացնող Դոնալդ Բիսոնն ու իրավական վերլուծաբան Քսենիա Դաշուտինան գլխավոր դատախազ Դավթյանի հետ նախանշել են խմբի անելիքները, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ու քաղաքացիների հաղորդումները ուսումնասիրելու նպատակով։ Ծիրանուշ Մուրադյան, Արևիկ Ստեփանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Դատախազությունը նաև զգուշացնում է նախընտրական փուլում զերծ մնալ սուտ մատնությունից կամ հայտարարությունից այլապես պատիժը խիստ է լինելու։ Իդեպ հատուկ քննչականից հայտում են, որ կրկնակի ավելացել են սուտ մատնության դեպքերը, խուսափելով անձնական պատասխանատվությունից, կասկածյալները հաճախ են մեղադրում ոստիկաններին եւ քննիչներին։ Ծեծ, կաշառք, հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ, սուտ մատնության հիմնական մեղադրանքներն են։ 2015-16 թվականներին ՀԿՑ-ում սուտ մատնության գործերի թիվը կրկնապատկվել է, 2017-ին արդեն իսկ 15 գործ է հարուցվել։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ հայտարարություն են գրում եւ քննիչի եւ օպերլիազորի վրա։ Նշելով, որ օպերլիազորի մոտ բերման ենթարկվելու ժամանակ անձնական խուզարկության չի ենթարկվել եւ իր մոտ եղած 35,000 դրամ գումարը չի հայտնաբերվել, որպես կաշառք տվել է քննիչին։ Սուտ մատնությունն ու հայտարարությունը բնորոշ են նաև ընտրական շրջանին։ Դատախազությունը հորդորում է ընտրակեղծիքների վերաբերյալ հայտարարություն տալուց առաջ կրկնակի ստուգել տեղեկության իսկությունը։ Ընտրական նոր էլեկտրոնային համակարգով այդ հնարավորությունը կա։ Օրենսդիրը ձեռնարկել է համապատասխան նախագծիչ միջոցներ, տրամադրելով իրավասու
մարմիններին, առանձին դեպքերում նաև անսահմանափակ շրջանակի անձանց համապատասխան միջոցներ։ Չստուգված ու հանիրավի մեղադրողը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ, հատկապես ընտրական փուլում, երբ սուտը վտանգում է հանրային շահը։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Պետք է թույլ չտալ, որպեսզի որևէ համայնքի ղեկավար, կուսակցական գործիչ կամ ոստիկան փորձի ժողովրդի տարբեր հատվածների միմյանց դեմ լարել։ Ոստիկանության արագածոտնի վարչության աշխատակիցների հետ հանդիպմանը ասել է ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը խոստացել է խստագույն պատիժ սահմանել հանրային լարում մտցնող ոստիկանների համար։ Հաճախ լրատվամիջոցները փորձում են կենցաղային միջադեպերը ներկայացնել որպես քաղաքական պայքարի հետևակ, ինչով էլ խանգարում են ոստիկանության աշխատանքին, ասել է Վլադիմիր Գասպարյանը։ Հասարակությանը իրազեկել, եթե դա կուսակցական խժդժումների արդյունք է եղել, չպահել հասարակությունից եւ խոսել, եւ դա խոսք եմ տալիս, որ ինքս կանեմ, որովհետեւ ոստիկանությունը վերկուսակցական է եւ այստեղ մեր շահը կայանում է նրանում, որպեսզի խաղաղ եւ արդար ընտրություններ տեղի ունենան։ Սուտ մատնությամբ միջազգային հարությանը մոլորեցնելու հերթական քայլն է արել Ադրբեջանը, Բաքվի երևակայությունը դարձյալ ներառել է Ինտերպոլը, այս անգամ զանգով։ Միջազգային ոստիկանությանը նրանք դիմել են Արցախում պեղումներ իրականացնողների հարցով։ Ինչպես է Բաքվի հերթական վնասարարությունը կանխել Հայաստանի ոստիկանությունը, մեր տեսանյութում։ Բաքուն այս անգամ էլ ձախողեց Ինտերպոլն օգտագործելու քայլը։ Երեկ մեր հարևան երկիրը հանկարծ որոշեց միջազգային հետախուզում հայտարարել Արցախում հնագիտական պեղումներ կատարած 3 գիտնականների նկատմամբ։ Չստացվեց։ Անմիջապես հետևեց դրան մեր արձագանքը եւ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը ներկայացվեցին հիմնավորումներ եւ պարզաբանումներ Ադրբեջանի տվյալ քայլը Ինտերպոլը օգտագործել իրենց նկատառումներով։ Արցախում պեղումներ անող հնագետներն իբր աշխատում են Ադրբեջանի տարածքում եւ յուրացրել են ադրբեջանական մշակութային արժեքներ։ Ինտերպոլի հայաստանյան բյուրոյի դիմումին անմիջապես արձագանքեց գլխավոր քարտուղարությունը։ Տվյալ տեղեկատվությունը եւ տվյալ անձանց նկատմամբ միջազգային հետախուզումը չի կարող իրականացվել Ինտերպոլի ուղիներով։ Գլխավոր քարտուղարությունը եզրահանգում է, որ այս հարցումները հակասում են Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, որով կազմակերպությանն արգելվում է միջամտել քաղաքական բնույթ կրող գործերին։ Քարտուղարությունը նաև հրահանգեց բոլոր անդամ երկրներին իրենց պահոցներից ջնջել ադրբեջանական հայցը։ Ինտերպոլի հայաստանյան բյուրոյում ասացին, ցանկացած պահի կարող է Բաքվի ցուցակը փոխվել, ամեն դեպքում իրենք հետևում են։ Վոլոդիա Հովսեփյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Հայաստանի նախագահի Ֆրանսիա այցին ընդառաջ հայտարարություն է տարածել Փարիզը, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Երևան-Բրյուսել նոր համաձայնությունը կխորացնի երկկողմ քաղաքական երկխոսությունը, կհեշտացնի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում գործակցությունը։ Ֆրանսիայում նախագահի աթոռի համար ընտրապայքարը էլ ավելի է թեժացել եւ դարձել թերևս ամենակրիականացվածը։ Ֆրանսուଆ Ֆիոնից հետո այժմ էլ տարաբնույթ մեղադրանքների թիրախում են հայտնվել Մարին Լը Պենը եւ Էմանուել Մակրոնը։ Առաջին հարվածը ստացավ հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուଆ Ֆիոնը։ Նա մեղադրվում է կնոջի իր գրասենյակում աշխատանքի ընդունելու եւ խորհրդարանական հիմնադրամներից ապօրինաբար միջոցներ ստանալու համար։ Պենելոպ Ֆիոնին կանչել են ոստիկանական տեղամաս հարցաքննության համար։ Ֆիոնը համոզված է, որ դեմ սկսված գործը քաղաքական բնույթ ունի։ Նա հայտարարել է, որ կկանգնի դատարանի առաջ, բայց չի հրաժարվի ընտրություններին մասնակցելուց։ Թիրախում հայտնված մյուս տեխնացուն ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենն է։ Եվրախորհրդարանը Լը Պենին, որը նաև ազգերի եւ ազատությունների Եվրոպա խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նման որոշման պատճառը եղել է Թվիթերում իսլամական պետության խմբավորման բռնությունները պատկերող լուսանկարներ տեղադրելը։ Երրորդ թիրախը անկախ տեխնացու Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոն է։ Նրա դեմ առայժմ մեղադրանք չկա, բայց տեխնացուի գլխավերևում արդեն ամպեր են կուտակվում։ Սկսվել է Մակրոնի եկամուտների հայտարարագրի քննարկումը։ Մի շարք ակտիվիստների հետաքրքրում է, թե ինչպես է 2013-ից 14 թվականներին Մակրոնի եկամուտն անցել 3 միլիոն եվրոից։ Մակրոնը նաև հասցրել է ձվով գլխին հարված ստանալ Փարիզում մեկնարկած գյուղատնտեսական տոնավաճառում։ Մարիամ Խիթարյան, օրակարգ։ Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավորի հայցը Կարո Փայլյանը բողոքարկում էր Մեջլիսի ղեկավարության տխրահռչակ որոշումը ցեղասպանության մասին Փայլյանի ելույթը հանել նիստի արձանագրությունից եւ իրեն պատժել թույլ չտալով մասնակցել խորհրդարանի 3 նիստի։ Կարո Փայլյանը որոշել է դիմել Եվրադատարան։
իմ հանդեպ կայացրած որոշումը հարված էր ժողովրդավարությանը, եւ քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ միետ, ասել է Կարո Փայլյանը։ Սիրիայից ստացված վերջին լուրերի համաձայն սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել Պալմիրա քաղաքի պատմական մասը, զորքը շատ դանդաղ է առաջ շարժվում աշխատելով չվնասել դեռևս չոչնչացված պատմական հուշակոթողները։ Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները լքում են քաղաքը միաժամանակ ականապատելով բազմաթիվ տներ եւ ճանապարհներ։ Պալմիրայի ազատագրումը սկսվել էր հունվարին, ապա ընդմիջումից հետո վերսկսվել փետրվարի 6-ին։ Եվ թողարկման վերջին հատվածում տեղափոխվենք Հայաստան 4 շարժական կինոթատրոն, Չինաստանից կուղևորվի մեր երկիր մշակույթի նախարարն ու Երևանում Պեկինի դեսպանը այդ մասին նշել են համաձայնագրում։ Մոտ 30 քառակուսի մետր մակերեսով հսկայական էկրանները կճամփորդեն երկրով մեկ եւ տարեկան 200 ֆիլմ բացօթյա կցուցադրեն մարզերի բնակիչներին։ Ֆիլմերը կլինեն հայկական, արտասահմանյան արտադրության եւ իհարկե չինական։ Ժամանակակից կինոպրոյեկտ էր, ձայնային ակուստիկ հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել լավ որակյալ ֆիլմերի ցուցադրում։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս լավ գաղափարին, որը պատկանում է ձեր հիանալի նախարարին, քանի որ Հայաստանի մարզերում իսկապես մշակույթը զարգացնելու կարիք կա։ Հայտնի են դպրոցներում գարնանային արձակուրդի օրերը առաջին դասարանցիները կհանգստանան մարտի 20-ից ապրիլի 2-ը, երկրորդից մինչև 12-րդ դասարանցիները մարտի 27-ից դարձյալ մինչև ապրիլի 2-ը։ Այժմ եղանակի մասին, մինչև երկուշաբթի Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղվանից սակայն շրջաններից գալի մասում եւ Արցախում կլինեն թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, վաղը գիշերը կբարձրանա 4-ից 5, ցերեկը կնվազի 2-ից 3 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ Երևանում մառախուղը կպահպանվի։ Իդեպ մեր թղթակից Լիանա Կարապետյանի աչքից չի վրիպել Երևան Արվի քաղաք ձևավորմամբ կանգառը, որտեղ մարդիկ թերևս սպասում են ոչ միայն տրանսպորտի, այլև մառախուղի հետ հրաժեշտի։ Այսքանը մեր օրակարգը սպառվեց։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։